Ողջույն, Գործարար Ալիքի եթերում վերաթարցող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Ռաֆի Խալոյան, ողջույն Ռաֆի ջան։ Ողջույն։ Դուք գսեք որտեղից եք եկել, ինչու համար եք հայրենադարձել ու երբ եք հայրենադարձել։ Ուրեմն Որտեղ եք ծնված նախ։ Ես Լիբանան ծնած եմ, Լիբանան ծնած եմ 97 թվին։ Եվ հոն մեծած եմ 2020-ին որոշեցի, որ Կանադա պիտի երթամ, որովհետեւ նոր արհեստը սորվեմ։ Ուսում եմ վերջ, Լիբանան։ Ուսում եմ վերջ։ Եվ 3.5-4 տարի Կանադա մնալ եմ վերջ, որոշեցի, որ Հայաստան կամ նոր բիզնես հիմնեկոս։ Այո։ Իսկ Հայաստան եղել եք ատկի առաջ։ Այո, առաջին անգամ 2009 թվին եկած եմ։ Դարբեր արիտներով եկած եք։ Դարբեր արիտներով ու համոզած եք ցեզ, որ Կանադային մի անգամ որոշեք ստեղ գալ, պետք է ինչ-որ հիմք լինի, չէ։ Այո։ Հիմքը ավելի բան այդեան էր, միտքն էր, որ ինձի շեղետ ասա որ գրնամ հաստատվել Հայաստան։ Բայց ինչու Հայաստան, Կանադա կարող եք մնալ, Ետ Լիբանան կարող եք գնալ, չգիտեմ Ֆրանսա նույնիսկ կարող եք գնալ։ Ինչու որոշեցիք Հայաստան։ Եվ ընտանեկան որոշում չէ, ընտանիքս Լիբանան գաբրի։ Որոշումը մի քանի բաներ կար, այսինքն նախ բիզնեսն էր, բիզնեսի միտքն էր, երկրորդ նշանածս էր, որ ինքը Ֆրանսիան Հայաստան իր ընտանիքը 99 թվից արդեն կամ 98 թվից արդեն իրենք ստեղ աշխատին եւ գաբրին ինքն ալ Ֆրանսա գուսաներ միասին որոշեցինք որ կանք Հայաստան ինքը իր գործով ընտանեկան գործի մեջ մտնե ես ալ այսինքն իմ բիզնեսը արժեվ դանեմ եւ այսինքն ընդհանուր որոշումը գար թե ձեր նշանածի կողմին որ ընտանիքը հոսեր այսինքն ողջավորություն մգար որոշտեղ ու համոզմունքը գար որ կարելի է հոս մնալ աշխատել եւ այլն լավ բան է որ ձեր տարիքի երիտասարդ որ Կանադա գնաց ընդհանրապես կմնա անպայման գործ կգտնե հիմա չնայած ինչ մասնակցություն սովորեցիք հոնդեղը ավելի երկրագործություն է գյուղատնտեսություն ուղղայած գյուղատնտեսություն այսինքն ավելի ինքը փակ դարածքի մեջ գանաչեղեն աճեցնել դարին 12 ամիս չերմոցային չէ ինքը ավելի բացատրեք որ նորություն է ինքը սենյակի նման մի դեղ է որ գրնաս մեջ ուղղահայաց ասենք թավերներ տրված է երկաթով շինված հարգերով բարձրացած ամեն ինչը կոմպանի տակ է այսինքն կոնտրոլի տակ է չերմաստիճանը ճուրի չերմաստիճանը խոնավությունը լույսի ուժը ինքը մենք արհեստական լույսեր օգտագործենք քանի արևը չենք օգտագործեր եւ նույնիսկ հողը չենք օգտագործեր ինչպես գաջին ճուրի մեջ մենք ճուրի մեջ քիմիական չի ավելի միներալ լուզույթներ գտնենք ինչ որ փույսը պետք ունի գանաչեղենը պետք ունի եւ ինքը այդտեղեն արդեն կսկսի արմատները ճուրի մեջ կդարածվին եւ ինքը նորմալ ցևով ավելի առողջ ցևով կմեծնա հետաքրքիր է շատ այսինքն ինքը 12 ամիս ապահովելու համար նույն այդ կանաչեղեն նույն որակի կմնա քանի որ ներսի չերմաստիճանը միշտ նույնն է համար ծմեր այսինքն երբ որ դուրսը նվազ 30 կամ նվազ 15 տնե ներսը միշտ նույն տեմպերատուրն է 18-19 20 իսկ իր սերմը որտեղից կսկսի նախ դրսի աջածն է որ գբերեք ներս չէ ամեն ինչ ներսը գլա ամեն ինչ սենյակի մեջ գլա սերմը այսինքն ամաններու մեջ կտրվի 21 օր եւ 21 օր վերջ ad amanներեն գահանենք տրանսպլանտ կսեն իրենք անգլերենով տրանսպլանտ գնենք դեպի այդ ուղղահայաց հարգերը եւ հոնդեղ 21 օր ալգմնա ադկեվերջ արդեն պերկահավաք կանենք այսինքն ամիսի մեկ պերկահավաք կա թե ամեն շաբաթ ինքը ամեն օր պերկահավաք կա անանքը բաժնված է որ այսինքն լման կանագի վրա մեկ ամսվա վրա բաժնված է որ ամեն օր տուն նույն կանագի արդեն պերկահավաք կանենք ինչ հետաքրքիր ցև է իսկ համը ինչպես է ինչ դեսագանիներ ունեք ասենք ինքը մարոլի ինքը հազարի դեսագանի է որը մարոլ գսեն ռուսերենով է կարծում մարոլը հա օրենք լոլո վերդե լոլո ռոսո
ունենք սովորական մարոլը, որոս ռոմեին գսենք մենք, հոս երկար մարոլ գսեն կամ սովորական մարոլ, ունենք գարմիր սովորական մարոլ, ունենք քեյլ, ունենք լիբանանյան քեյլ գսեն հայերենով։ Այո, քեյլ, ինքը զարգագաղամփ է գարձեմ ճիշտ հայերենը, բայց այստեղ քեյլն են օգտագործում։ Ունենք լիբանանյան ռուկոլա, լիբանանյան դանդուր, ուրիշ Բոստոնի հազար ունենք։ Այս ռուկոլան լիբանանյան իդալական են դարբեր, այսքան չեմ հասկանում։ Լիբանան ատկան չէ, ճիշտ է։ Ինքը միջեգրագանի ռուկոլա է, բայց մենք լիբանանյան ռուկոլա գսենք, քանի շատ արադ է լիբանանատ տեսականին։ Էսա։ Ուրիշ բաներ չկա, որ հոս արդեն շատ սիրված են, ենթադրենք այդ գարմիր ռեհան։ Ռեհանը ունիմ, իդալական ռեհան ունիմ, բայց մահանջը շատ չի գա հիմա դրա համար շատ ինքը չէ որ դարածքս չափավոր է թեր փոքրացել դարածքն հա այսինքն այդ հաջախորդները որ աշխատենք իրենց հետ ինչ որ իրենք բադվեր տնեն մենք ադի գցանենք իրենց ուզած քանագին չափ հա ու ինքը քանի օրվա կյանք ունի մեկ շաբաթ եթե շիդակ պայմաններուն թրված լա այսինքն երկույան 6% սառնարանը տրված է լա արդեն ինքը 3 շաբաթ ագնա երկույան 6 աստիճան այո այսինքն այդ կանաչի բաժինը դվյալ խանութի մեջ պետք է սառնարան ունենա այո հա այդ որ տեսնում ենք մեկ այսպես փոսիկի մեջ սառնարաններում մեջ ադոր մեջ են տրված հա ինքը ավելի փակ սառնարան է լա որ խոնավությունը միշտ նույնը մնա միշտ չի խաղա այսինքն այդ փակ սառնարանները եթե մի մարդ մի եթե անցնի երկովեն չեր աստիճանը գերնա խաղալ ու անունը Leafy Towers որ բրենդինգը վրանը չէ միշտ ճիշտ այսինքն tower-ը այսինքն Leafy Towers ուղղահայաց այսինքն հարգերով եւ դերևավոր շատ լավ անուն է ու նաեւ ունեք գարձեմ city-ներում չէ արել city-ները բանկանենք եւ ռեստորաններ ռեստորաններ այո ու այդ խաղապարը հենց որ սկսակ դժվարություններ ունեցաք թե մարդոց համոզելու կամ դարածքում չգիտեմ թիմ հավաքելու չէ ինքը այդ բաժինը բավական թյուրին եղավ հեշտ էր այսինքն ուրացել արմավիրումը գարձեմ չէ այո բդրում քյուրումը ինքը որակը եւ իր դեսկը արդեն ինքն իրեն վաճառեց ինքը սկիզբը քանի որ մի քիչ գնամսել որ ավելի սուղ է բանին սովորական բայց ռուկոլա որ համեմատեն չկա չէ լիբանան միջեգրական ռուկոլա չունեն ոչ այստեղ բայց դեռ ես ադիգան օրեն հաջախորդներու գտամ սուպերմարկետը չեմ ծախել դեռ բայց արդեն մտածում եմ որ սկսեմ արդեն ծախել ներողություն ինչն է որ դեղական գա թուգել անում եք ավելի թանկ եք ինչն է 1000 սա մարոլա այսինքն սա ամեն դեսականին արդեն բայց ինչու գա գուզենցերը որով ավելի որակը ավելի լավ է համը ավելի լավ է քանի որ երբ որ դու հողի մեջ գցանես այդ բույսը չես գիտեր հողի մեջ ինչ ունես ինչ միներալներ ունես ադոր համար երբ որ ճուրի մեջ գտնես դու կոնտրոլ գնես ճուրի մեջ ինչ կա ինչ որ հողի մեջ կա միներալները այսինքն կալցիումը մագնիզիումը պոտասիումը ասպաները դու ճիշտ քանակներով ճուրի մեջ գտնես որ արդեն ինքը 90% արդեն իր ամենե լավ պոտենցիալը դա այսինքն ինչ լավ չնայած ինքը sense արհեստական գերեվի բայց դու ճիշտ ծևով գուդաս ամեն ինչ արհեստական չէ ատկան արհեստական չէ գերեվի այո քանի որ արհեստական ծևով գնես որ ինքը manipulate գնես manipulացիա գնես ծևով գանաչերին իսկ նույնը իսպանագավարում միրգը գա որ մարդիկ գնեն դրսում կամ ուզում եք անեք հետո միրգով թե չէ միրգը քիչ ավելի դժվար միրգը այսինքն դու բդուղը ավելի դժվար է քանի բդուղը ծառ է ծառը հիդրոպոնիկ ծևերով էլեկտրական ծևերով մեծնելը շատ ավելի սուղ է իսկ ինչ կա ձեր ծրագրի մեջ հետակայի դարբեր ուղղություններով այսինքն նույն ավելի գանաչերենի դեսականին շատ շնել գան շատ տեսականներ որ դեռ չեմ ներոս բայց ոստե մշակույթի մեջ չի գա շատ բաներ չնայած օրինակ 20 տարի առաջ ռուկոլա ասել մեկը չէր արել բայց հիմա գարներ ես որ 21 տարի հոս եմ գիտեմ որ ինչպես զարգացավ մանգոլդը օրինակ մանգոլդը հոս սանք փոքր գծախեն գվաճ բանկանեն գվաճարեն
Ռեհանը հոս ունին Ռեհան ինքը, բայց անանք մոտ որ մեկ տեսականի Ռեհան ունի։ Այո։ Կայ մեկ տեսականին արդեն հայրավոր տեսակ կա աշխարհի վրա։ Շուշտ է։ Կարևորը մարդոց համոզել, որ իրենք ալ վերցնեն, իրենք ապորցեն դարբեր սալադներով։ Ինչպես է ցերկովազդայինը, թե չունեք ցերկովազդ, որովհետև արդեն ինչ ունեք սպառվում է սուպերմարկետներում։ Այո, փարկաստու ինքը արդեն ամեն ինչ կվաճառենք, բամը չի գա որ մեր կովը կմնա կամ կտապենք, որ շատ լավ է։ It's Turk այդ երանգույնը որերիկ շատերը երանգույնը սելով է հետաքրքիր է մեր հյուրը ասեց մի անգամ ծնվել եք Լիբանանում գնացել եք Կանադա եկել եք Հայաստան այս երանգույնը նողները միշտ հաճող գլան Հայաստանի մեջ իմ կարծիքով որովհետև դեսած գլան միջին արևելքը դեսած գլան արևմուտքը եւ գուքան Հայաստան գտնեն իրենց ճիշտ հավասարակշռությունը դուք որ եկաք հոս ոգևորություն կար իհարկե նշանաձողս հետ բայց նաև Հայաստանի ցանկի մեջ մտակ առաջ որպես սպոսաշրջիկ ուկայիք ինչպես կդակ Հայաստանի ցանկը համեմատած ձեր երկու մյուս երկիրների նե հիմա նորեն իր դժվարությունները ունի քանի ինչպես որ դառնաս քեզ համար նոր դեղ է մա եկերես այո դեսել ես այո բայց նոր դեղ է այսինքն ժամանակ արա որ սկսին վարժվելու լեզուն հասկանալու քիչ մը դարբեր է քանի լեզունալ եւ սկսես կորձի հետ կապված օրենքները կանոնները supplier-ները ասպաները սկսես դժվարություններ ունեցա շատ բայց արդեն շատ մարդիկ կային որ արդեն օգնեցին ինձ ալույն ադեն որպես ավելի թյուրին ընտանա process-ը այդքան եւ օրինակ ընկերներ Կանադա չգիտեմ եթե ունեցակ այսքան ժամանակվա մեջ կամ Լիբանան դենց զգացումը կա որ համաբագասի ոստեղը թե ամեն ինչով կորձեն վերջ գոհեք ստեղել ընկերներ ունեք ստեղել միջավայր ունեք չնայած շատ էլ սփյուռքահայեր գալին որ հայրենը դարձած են գտնում եք դուք ցեզ հոս որպես հայ Լիբանան այո, բայց վերջավորության Լիբանանը բادرազմային երկիր է, Կանադա այո, բայց արժեքների բագաս կա կամ շփումների բագաս կա, այստեղ ինչ է առավելությունը։ Իրականությունը ուզեք արդեն ինքը առաջին անգամ Հայաստան 2018-ին եկա եւ մեուգես տարի մնացի, հետո արդեն Կանադա կացի։ Կորոնայի ժամանակ էր։ Կանադայում վերջ արդեն յետոս Կարագնասել որ արդեն 5 տարի է հոսամ։ Այսինքն վարժվեցա, այսինքն երբ որ Լիբանան երթամ որ ընտանիքից տեսնեմ, միշտ իդ գուզեմ հոսքալ, քանի հոստեղ հանգստություն մգա որ հոն չի գա։ Եվ Կանադայալ, այսինքն 23 տարեկան էի երբ որ կացի, շատ դժվար էր ընկեր գտնել այդ դարիքիդ, եթե երթաս համալ դբրոցեն վերջ վարժարանեն վերջ երբ որ մեկնից երթաս այդ երկիրները 17-18 տարեկան ավելի թյուրին է մարդոց հետ շփվել եւ ընկերներ գտնել եւ քու ինձին գտնել այդ երկիրներում մեջ ավելի թյուրին է քան թե ավելի մեծ դարիքիդ երթաս ես մեկ միտք ունեի որ երթամ արհեստը սորվիմ քանի շատ հավես ունեի փոքր դարիքես երբ որ կացի սորվեցա ասկացի որ պատրաստ եմ եւ ես կուզեմ իմ բիզնեսը հիմնել սի ժամանակն է արդեն օտանավի տիկետին եկան գարանտիա դեպ նայելու ես այս ամենը ավելի գրկնագի քնահատելի է որովհետև շատ ժամանակ ծնողները որոշում կառնեն մարդիկ կհետևեն իրենց ծնողներին դուք ստեղ առանցին որոշում արեք այդ շատ կարևոր է նաև մարդիկ որ նույնիսկ նշանված են կուզենան նաև երթալ արևմուտք ընդեղը սկսել իրենց ընտանիքը դուք հագարակ ըրիք ու ես վստահ եմ որ շատ ավելի քող պիտի մնաք ստեղ քանի եթե ընտանիքը հոնը սկսի որովհետև երեխա բան արժեքներ հոս ճիշտն է այդ կիդակցությունը եկած է ցեզ մեծ է խորուրդ կա ծնողներեն հոսքալը այո չէ այնա բարեբախտաբար ընտանիքս հետ օրը ջնշումի դակ չդրած չէ ջնշում չէ բայց խորուրդ բայց խորուրդը այսինքն այն ադեն որ կորոնա էր եւ Լիբանանի վիճակը լավ չեր գրնանգսել ընտանիքս սա որ այսինքն կնապորց է եւ եթե սիրեցիր մնաճի սիրեցիր գրնաս յետքալ այո բամը չես կորսնցներ այսինքն
Եվ անանգալ եղավ, կարծի 2-3 տարի, 3.5 տարի հոն։ Լավ էր, անանք մինչև որ գքանքադիմ, այսինքն քանի որ եթե չերթայի Կանադա, հիմա այս բիզնեսը հավանաբար դիվիճի հիմնեի։ Ես նաև կքննադեմ բոլոր սփյուռքահայերը, որ հայրենադարձելուց մի բան, մի նոր խաղապար հետելին կբերեն։ Դուք այս տարիքին կարողացել եք մի բան, որ Հայաստանում չկա, կարելի ասել, նորություն բերիք, հբարտ բիդլակ, որովհետև օրմզարկանան է այդ ասպնագավարը, դուք բիդլակ առաջինը պատմության մեջ որ եղել է։ Դուք գյուղատնտեսության հետ գաբ ունեիք, որ որոշեցիք, թե ինչպես եկավ այս միտքը։ Այս միտքը ուսանելու հոնդեղը։ Ինքը ավելի Օրեն հետաքրություն ունեի գյուղատնտեսության միշտ, այսինքն բան research գնեի, դուքների մեջ իսեր ծնող կապ ուներ ես։ Չէ, ավելի իմ ընտանիքս մարզական ընտանիք եղած է։ Հայրս ֆուտբոլիստ եղած է, մայրս բասկետբոլիստ եղած է, մենք ալ այդ միջավայրում մեծած ենք, բայց գյուղատնտեսություն օրեն գյուղը ես ցերկով ցանելը սիրեի, ծաղիկների հետ խաղալը սիրեի, այդ pollination գանեի, բան գանեի, ասպաները շատ գսիրեի։ Ինչ որ սիրես պիտի անես, որ հետո հաջողվի։ Սերովն ես ներքան։ Ճիշտ արեցի, գիտեք, որովհետեւ մարդիկ անանքնել, այսի չեն նկատել, որ ադի սիրած են, երթան չեմ կերեն, մեգում խորտով ադամնապոժություն գնեն, հետո իմուսումս մարքեթինգ եղած է։ Բայց գոքնե, այո, բայց իմուսումս ման ուրիշ բան եղած։ Բայց շատ ճիշտ է, որ մեկը սիրած անե, ամեն մարդ պետք է նույն բանը անե, եթե սիրես ինչ-որ մի բան, փորձես այդ ուղղությամբ գնալ։ Ոչ թե որ գողքեն խորհուրդ անասեմ, որ գիտես, չգիտեմ, ռեստորան բաց կամ մի բան բաց, ես չեմ սիրել օրինակ ասենք։ Այդ բնակավարները գնես այդ ինչ որ գսիրես, սպորտ գսիրես, սպորտի մեջ խորացիր, գյուղատնտեսություն գսիրես, գյուղատնտեսության մեջ նույնիսկ մարդիկ վարսավիր ծնողները գսեն որ ես իմ ինչերը էսերը, դրեպետ մարդը սիրում է վարսավիրություն ու գարա դրա մեջ շատ առաջ գնալ, ու այդ սիրածի մեջ պետք չէ ծնողները ստոպ անեն, պետք է մի դեղ կա որ ասեն որ տուն ուզածը դրե, ու այդ ուզածը եթե հրավ սիրածը, հաստատ 50% հաջողություն գտնի։ Եթե սխալը այսինքն VDN է, բեդո իր սխալեն կամ բիդի սորբի եւ արդեն բիդի սրպակրե կամ ուրիշ ջամպա բիդի առնե ժամանակ ունենք, այսինքն ժամանակը մեր թիմացն է։ Որ միտքի մեջ չի մնա որ Երանի, որ այդ կառնա միջև ցանկի վերջ մնալ է դա։ Ու բարեփոխտապար որ երեք կատնի որ գսիրեք վստահ եմ որ շատ հաջողություններ պիտի գտնեք այս ինչպես է Հայաստանի մեջ կորձելավոճը, որով շատեր գուքան գսեն որ դժվար է Հայաստան աշխատել, ապրանքը արդատրել, արաքել, հանձնել, մտնոլորտը բիզնեսի ինչպես է դել բացատրեք։ Ինքը թյուրին չէ, բայց անանք միջավ որ աշխարհի վրա երկիր մգա որ բիզնեսն էլ թյուրին է։ Ամեն ինչ իր դժվարությունները ունի դարբեր մոդելներու, բայց բավական հանգիստ գնտանա այսինքն դժվարություններ Թիմեք դուք թե մի քանի օր ինքը սկիզբը մինագս սկսա ամեն ինչ մինագս կնեի ցանկենը սկսալ մինչև պերկահավաքը մինչև արակումները ամեն ինչ ես կնեի հիմա արդեն եղբայրս հոս է եւ ինձի ցերկ կուտա այսինքն եւ միասին ինչ լավ է բաժարով ֆերիկ եղբայրը ճիշտ արդեն ինձի ավելի ժամանակ կուտա որ արդեն մեծանալու մասին սկսենք մտածելու քանի արդեն ունենք գրնագումնիս այսինքն գիտելիքներն ունեցանք սորբեցանք շուգան գրնալը բաբայինա գրնալ մամային ալբետ կլա եւ այո ինքը նշանածը included է բանը ներառված է բիզնեսի մեջ Տասական ընտանեկան բիզնեսը որ պիտի աճի ու մի օր ասեք որ մենք այսքան դարեգան ենք ու այսքան դարի առաջ սկսանք եւ այլն ոնց որ մերը 19 տարի եղավ մենք եկանք շոկոլադի բիզնեսը սկսանք ոչ ոք չէր հավատար որ այս բիզնեսը հոսք աշխատի թե սպիրկահայերը մեր ընկերները թերոստեղինը բայց այսօր 19 տարեկան է օր մգկակ նույն պատմությունը դարիներ հետո կբատմենք մենք ալ երկու եղբայր ենք դուք ալ երկու եղբայր ու կհասնեք այդ ծեր սիրած բիզնեսի մեջ առաջ գնալու վստահ եմ շատերը պիտի կանցեր նման անել բայց դուք ել կմնաք առաջինները ու դուք կզարկանաք ու ծեր միտքերով առաջ կդանեք ես ծեր Instagram-յան էջի դեսա շատ լավ մարքեթինգ ունեք երևի ծեր ուսումը նաև գոտնի ադողությամբ որովհետեւ անխուսափելի է նաև կովազդայինը ճիշտ է որ հadoop դերմը չունիք բայց մարդիկ պիտի տեսնեն որքան սուպերմարկետից անեն ծեր ապրանքները ու նաև
Լիբանանից է, ես միշտ բանը թեման կփանամ, որ Լիբանանեն ինչքան հայեր կան, որոնք ուսանած են հայկական դպրոց, կացած են հայկական ակումբ, հայկական սպորտ հրած են, ես որպես այդ մտնոլորտի մեջ չեղող, միշտ կարծեմ որ ինձ մե առաջ պետք է քան բոլորը, բայց այնուամենայնիվ մենք եկանք առաջ, ու իրենք շատ մարդիկ ընցել նման, որ չեն եկած դեր, ու մնացած են այդ Լիբանանի, ասենք ամենավտանգավոր շրջանի մեջ։ Ինչպես կտեսնեք, ինչպես կնանք խորհուրդ տալ այդ մարդոց, որ ցեզի պես քայլանեն, թե խորհրդի պետք չի գա, ուզողը գուկա, այսինքն սիրողը գուկա, սիրողը չի կար։ Սիրելու, չի սիրելու հետ կապ չունի, ինքը վերջավորության, եթե ասենք գաղափար ունիս եւ research անել այդ վերջ, այսինքն փնդրդուկ է վերջ, կտեսնես որ Հայաստան գրնա հաջողիլ, իմ գարձիկը որ առանց մտածելու պետք է կաս եւ ոսնես, քանի որ երկիրը արժեվ գերտա ունի դեր ասանք բանի օրենք նույն բանի եթե ուրիշ երկիրն ես գնալ քեզի պես 10 հայրատ ճիշտ նոր կավապարներ դեր հայումը համար այսինքն հայն թյուրին է ավելի այսինքն օդար երկրակացի չեն ավելի դժվար է շփվելը օդարների հետ քան թե հայերի հետ քանի լեզուն մոդը գսովորես շատ արագ գահսկնաս շատ արագ եւ Բադագություն ունիս, առավելություններ ունիս, ծանոթներ ունիս, խորհուրդ վերցնել, քեզ օգնեն շատ դեղեր, ոչ թե որ արևմուտքի մեջ երթաս անհայտ չգիտես ինչ պիտի անես, օրենքներ են բռնած, մինչև ոչ ոք ցերկ չի դարձի։ Քալփանի կալչերի դարբերությունն ալ դժվարացնե մի քիչ տուրսա, այո։ Քանի as business-ը սկիզբից կմտածեի Կանադա անել, բայց հետո արդեն դեսա որ քիչ ավելի դժվար է ամեն ինչի գոմեն մեկ հատ competition-ն է մրցակցությունը հոստեղ այդ մրցակցությունը դեռ չունիս քանի դեռ նոր երգիր է գտնած ասել նոր միտք է նոր հա այսինքն եթե բախտades այսօրվա Հայաստանը 20 տարի առաջվա Հայաստանին հետ արդեն կտեսնես որչափ նորարարություններ կան երկրի մեջ որչափ առաջ կացած է երգիրը եւ դեռ բավական դեղ ունի որ մեծ նույնիսկ բնակավարներ որ 20 տարի առաջ կան այսօր եթե նույնը անես ավելի լավ սպասարկման խնդրեմ ունենք մենք նորեն գրնաս հաճողի բոլորը պետք է գիտնան անոնք որ թուրսը գաբրին եւ լավ սպասարկումի զգացում ունեն թող կան բիզնեսներ անեն թեգուս կան ավելի լավ շուտով առաջ կերտաս ու երգիրմենը որ շուտով աչքի գնես որով շատերը կնկատեն որ ինչ լավ սպասարկող է ու քեզ հետ կաշխատեն այդ շատ կարեւոր դվյալ է Հայաստանի մեջ որովհետեւ սպասարկումը այո ավելի լավ է բայց շատ ավելի լավ գրնալ լալթեր եւ Հայաստանի մեջ այդ բանը գա որ թուն Բատկանում ես աս երգրին, այսօր ինչ կորձ ունենք մենք Լիբանան, ինչ կորձ ունենք մենք, չգիտեմ, Իտալիա, Գերմանիա, ինչ կորձ ունենք։ Գողքենից հա մարդիկ են որ լավ են գրնալալ, բայց մեզի հետ կապ չունին ոչ մշակութային, ոչ լեզուով, ոչ մի բանով։ Քանք ստեղ իրար գողքի եւ երգիրը առաջ տանենք բոլոր բզդիկ կապարներով դեսեք դուք մեկ օքիով սկսակ այդպես չէ որ պիտի կասոստե մի անգամից 50 օքինոց կորզարան փանաս կապ չունի ամեն մարդ իր միտքով պիտի կա հոս եւ հերիք է մեր սպյուրքը նկատենք որպես հայկական օջախներ չի մնաց այլևս այսօր գտեսնես ադոնք որ առաջ չափից ավել հայ էին իրենց երեխաները իրենց թորնիկները հայրենի բագաս ունին արդեն դունի մեջ այլ չեն ասել որ այլասերում ուրիշ օդարամոսնություններ եւ այլն որը գտանի մեզ դեպի անգում ուզենք կամ չուզենք հերիք է մենք նկատենք այդ ագումբները որպես հայրենիք մի քանի հատ նկար տնելով հայրենիքից ու ասենք որ դա չէ այդ բادرը այլևս արժեք չունի գա իրական հայրենիք որը ստեղա կարող է սկալ փորձել եթե չստացվեց Ետ կրնաս արդեն առաջին անգամ հետս ադան եղավ փորձեցի չեղավ գնաց ետ կացի այսինքն հետո ետ փորձեցի այս անգամ հաջողեցա եւ ես եւ որ ամուսնացա Հայաստանում ամուսնացա ես սիվոր իմ երեխաներս չդի մեզնան ատփերով որ մենք մեծանք բոլորս միասին հայ եղիր գիտես ով է կոնգերդ ով է ինչպես է այսինքն դժվարությունը երեխա մեծնելու սպյուրքի մեջ շատ բան է ագնհայտ է բոլորը գիտեն որ ինչքան դժվար Հոս վագդեսնեք եւ որ երեխա ունենա կսկակ որ ինչքան հանգիստ եք ու ինչքան հանգիստ է ինքը ոչ միայն մենք
ու դա աստված որ մյուս անգամ մենք առավելություն ունենք Լիբանան նույնպես Սուրիա ինչ որ գիտեմ ավելի այդպես այդ մշակույթը բահեր էինք այսինքն ագումբներով դպրոցներով այսինքն արաբերեն խոսիլ 18 տարեկանից ես սկսա սորվել արաբերեն խոսիլ հայերեն խոսեինք ադի առավելություններ բայց եթե պիտի փախտadek Ամերիկայի Ֆրանսիայի կամ Բրազիլի այս հայության իրենց լեզուն խոսեն հայերեն գիտեն կամ չեն գիտեր բայց Հայաստանի Լիբանանը փապագան բագասեցավ այո առաջ վերջին հարցերն այո բոլոր հայերս սանտուրս կալ դպրոցներ կփակվին նույնիսկ քանակները արդեն հա հայ ընտանիքների մեջ կդեսնես որ ամուսնությունները իրենց երեխաները բայց դա շատ յետևքացին գադոր համար միակ փրկությունը հոս է եթե սովետ մնար ոստեղը օքեյ դժվար է կալը բայց այսօր ազատ անկախ Հայաստան ունենք ինչու՞ չի փորձենք կոնե բոլորս միասին Ռաֆի ջան խորհուրդը ծեր նմաններուն դուրսը որոնք կամ կանադակացին կամ ֆրանսակացին եւ այսօր կաշխատին բայց կող չեն իրենց կյանքին չեմ գիտե այն մտիր իր ծևը ունի այսինքն ինքը երբ որ բادرաստ գսկա որ գրնա արդեն այդ քայլը առնել եւ քալ ես կսեմ որ մի վախնակ հոս եկեք ու հանկիստ որոշեցեք հոստեղը հերոյեն միշտ հարցնելով որ ինչպես է ոնդեղը կանք չի կանք մեկը քեզի խորհուրդ չի գնել ինչ որ գխոսվի մեդիայի մեջ այսինքն կամ social media-ի վրա որ գտեսնեք կամ գլսեք ադի չէ այսինքն իրականությունը հոս արդեն մնացածը բիդիկաս Դու քեզ մեկ ամիս, երկու ամիս դրամատրես, հետո տեսնես։ Աշխատողին միշտ գործ գա։ Աշխատողին ով որ աշխատող է, այսինքն գրնակալ եւ ինձ ինքը գտնելով շատ դյուրին։ Ինչպես որ դու գրիկ։ Ճիշտ։ Շատ լավ, Ռաֆիջան, շնորհակալ եմ շատ լավ զրույցի համար, հույսով ենք անգամ ընտանիքի մասին խոսենք։ Եվ հաջողություն կմաղթեմ ձեզ։ Հաջողություն ձեզ։